Մասյացոտնի թեմի Դարբնիկ գյուղում եկեղեցի է կառուցվում։ Շինարարությունը մի քանի տարի առաջ է սկսվել, թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ, երբ Մասյացոտնի թեմը դեռ նոր էր ձևավորվել։ Այս եկեղեցու կառուցման ակունքներում կանգնած են երկու եղբայրներ, որոնցից մեկը գյուղապետն է, Գիզիրյան եղբայրները եւ Մոսկվա բնակ Պողոսյան Արսենը, որը ծագումով արցախցի է։ Մենք առաջարկեցինք նաեւ ենթակառուցվածքներ հավելել եկեղեցուն, տեսնում եք, ուրեմն գիծ մատուր կունենա եկեղեցին, որ կծառայի նաեւ իբրև մոմավարության սրահ, որպեսզի պատարագի ժամանակ չխանգարվի, պատարագի արարողությունը կունենա նաեւ Կիրակնորիա դպրոց, հովատուն եւ գրատուն։ Այսինքն բոլոր պայմանները ստեղծվում են, որպեսզի լիարժեք հոգեվոր կյանք հնարավոր լինի կազմակերպել։ Եղբորս հետ միասին մենք որպես քրիստոնյա հավատացյալ ժողովուրդ փորձեցինք գյուղում կառուցել մի փոքրիկ մատուր։ Այդ մասին լսեց մեր ընկերը Արսեն Պողոսյանը, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, եկավ Հայաստան եւ հանդիպեցինք եւ այսպեսի որոշում կայացրեցինք, որպեսզի կառուցենք մեծ եկեղեցի։ Եվ հողատարածքը նվիրաբերեց Արթուրը ու սկսեցին շինարարությունը։ Տարբեր բնակավայրերից, այդ թվում նաև Արցախից եւ Սիրիայից, Դարբնիկ տեղափոխված ավելի քան 1800 բնակիչ ունի գյուղը։ Եկեղեցական արարողությունների մասնակցելու համար դարբնիկցիները հաճախում են հարակից գյուղերի եկեղեցիներ եւ անհամբեր սպասում են իրենց աղոթատան շինարարության ավարտին։ Հավատացյալ ժողովուրդ են, հայ ենք, ոնց կարան չսպասեն, քրիստոնյա ազգ ենք։ Մենք մի քար դնելուց կարելի ասում ենք այսօր էլ մի քար ավելացավ։ Կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցին Անիի ծիրանագույն տուֆով է կառուցվում։ Քո դրած քարը հետո հավատավոր մարդիկ համբուրելու են։ Պիտի արժանի գործանես, ասում է վարպետ Արտաշը։ 17 մետր բարձրություն եւ 100 քառակուսի մետր մակերես ունի եկեղեցին։ Կարծում եմ իր չափերով պիտի բավականացնի, բայց ապագային մտածում եմ, որ պիտի դեռ փոքրություն էլ անի։ Եթե այս մտորումը չունենանք, չպիտի ծառայությունը սկսենք։ Դարբնիկ գյուղի օրինակով մենք քաջալերում ենք նաև մյուս համայնքներին, որպեսզի իրենց բնակավայրերում ունենան եկեղեցի։ Եվ պիտի ասեմ, որ դրա եկեղեցի ունենալու ցանկությունը, զգացումն ու գիտակցությունը օր-օրի ավելի զորանում է մեր ժողովրդի մեջ։ Իհարկե նաև մեր հովիվների կատարած աշխատանքի շնորհիվ է, երբ որ հասկանում են, որ մեր եկեղեցին մեր ինքնության, մեր ժառանգության կարևորագույն մասն է եւ որքան մոտ լինենք մեր եկեղեցուն, այնքան մեր ինքնության գիտակցությունը, մեր ազգային ոգին ավելի զորավոր պիտի լինի։ Եվ պիտի կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր խնդիրները, որ ծառացած են այսօր մեր հայրենիքի ու ազգի առջև։ Եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակի եկեղեցին այս տարի պատրաստ կլինի գործարկման համար, իսկ մինչ այդ վեմ քարի վրա ծաղկազարդի տոնական պատարագը կմատուցվի։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։